Ողջույն հարգելի հայրենակիցներ, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, այսօր երեքշաբթի է, ինչպես եւ խոստացել էինք եւ ինչպես արդեն ավանդույթ է ձևավորվել, մենք ուղիղ եթերում կպատասխանենք ձեր հարցերին։ Այսօրվա մեր եթերում մասնակցում է Հանուն Հանրապետության Կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ողջույն Արման։ Ողջույն Ռուբեն։ Իրավագետ եւ իրավաբան Արտաշես Խալացյանը, ողջույն Արտաշես։ Եվ ես Հանուն Հանրապետության Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանս։ Մենք ստացել ենք բազմաթիվ հարցեր տարբեր հարթակներով, Facebook-ով, YouTube-ով, TikTok-ով, Instagram-ով եւ նաեւ դրանք ակտուալիզացնելով այս դեպքերի ընթացքին, որում մենք ապրում ենք, մենք առանձնացրել ենք դրանցից 4-ը եւ կանդրադառնանք դրան այսպես ընդլայնված քննարկման ռեժիմով մեր գործընկերների հետ միասին։ Գանք հենց առաջին հարցին, մեզ հարցնում է Նարինե Բարոյանը, իհարկե հասկանալի էմոցիաներ դնելով հարցի մեջ եւ որը ինձ թույլ չի տա ես դա անդրադառնամ բավականին կոպիտ բնորոշումներով որոշ քաղաքական ուժերի եւ նրանց առանձին ներկայացուցիչների նկատմամբ, բայց բովանդակությունը հետեւյալն է։ Հարցը վերաբերվում է առանձին քաղաքական ուժերին կամ այսպես ասենք պսևդո քաղաքական ուժերին, որոնք ուղղակի այլ երկրների շահեր են բերել եւ ներմուծել մեր քաղաքական դաշտ, դրանց ընտրություններին թույլ չտալու հարցն է։ Ի վերջո սրա հետ կապված կա միջազգային փորձ, ժողովրդավարությունները պաշտպանել են իրենց եւ քաղաքական ուժի, այսպես ասենք, ծխածածկույթի ներքո հանդես եկող առանձին սուբյեկտների ուղղակի դուրս են թողել։ Արդյոք մենք չպետք է նման քայլերի դիմենք եւ մեր հանդիսատեսները, մեր հետևորդները այս հարցը բարձրացնում են, ընդ որում սա միակը Նարինե Բարոյանը միակը չէ, համեցիր Արման։ Գիտեք, ամիսներ առաջ հիշում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառացի ասաց, որ մենք պետք է հասնենք նրան, որ թույլ չտանք Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց հետ աֆիլիացվող շրջանակներին մասնակցել ընտրություններին։ Դա իհարկե միանգամից մեզ մոտ շատ մեծ հետաքրքրություն առաջ բերեց, որովհետև այս օրակարգը մենք ենք առաջինը քննարկման առարկա դարձրել, հատկապես սեպտեմբերի 18-ին Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այդ կարևոր արձանագրությունից հետո, իրավական վճռից հետո, ըստ որի պետությունը խախտել է կյանքի իրավունք։ Պետություն ասելով, ուզում ենք հասկանալ ում նկատի ունեք։ Շատ կոնկրետ մարդկանց խումբ, շատ կոնկրետ քաղաքական ուժերի խումբ, որոնք ըստ էության քաղաքական, բայց ոչ իրավական պատասխանատվություն են կրել այս իրադարձությունների համար։ Եվ ես կարծում եմ, որ դեռևս ակտուալ է, որպեսզի սեպտեմբերի 18-ի այդ իրավական կարևոր փաստաթուղթը դրվի քաղաքական մեծամասնության սեղանին եւ դա ունենա կոնկրետ հետևանք։ Ըստիս եվրոպական փորձը առնվազն թույլ է տալիս, որպեսզի մենք գործուն միջոցներ ձեռնարկենք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ուղղակի իրենց գործողություններով ապացուցել են, որ իրենք ժողովրդավարության թշնամիներ են։ Լինել ժողովրդավարության թշնամի մեր պայմաններում նշանակում է ուղղակի լինել Հայաստանի հակառակորդ։ Հայաստանի ինքնիշխանությունն ու Հայաստանի ժողովրդավարական գործընթացների շարունակականությունը, խորացումը համահավասար կարևորություն ունեն։ Չկա ժողովրդավարություն, չի լինելու հայկական պետականություն։ Եվ պատահական չի նաև իրենց թիրախավորումը ժողովրդավարության, ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ինստիտուտներին, դիսկրեդիտացնելու, վարկաբեկելու իրենց այդ փորձերը պատահական չեն։ Եվ այս իմաստով կարծում եմ մենք անելիք ունենք, նաև մեր քաղաքական ուժը, որը առաջին օրից այս հարցը բերել ենք օրակարգ եւ հետամուտ ենք լինելու, որ եթե ոչ այսօր, վաղը այս հարցը շարունակելու է մնալ խիստ հրատապ, որովհետև կարծում եմ, որ իրավական եւ քաղաքական գնահատական չտալը
դեռևս 2018 թվականից մեզ բերել կանգնեցրել է այսպիսի հրամայականի առաջ, երբ առնվազն 2018 թվականից մենք պիտի ունենայինք մի քանի ընտրության մասնակցության արգելք սահմանված կոնկրետ քաղաքական ուժերի համար, որոնք երկիրը բերել հասցրել էին այն իրավիճակին, երբ այլևս որևէ բան հնարավոր չէր անել առանց հեղափոխության։ Եվ ինքնին, երբ մենք արդեն ապացույցներով ձեռքի տակ ունեցանք այդ ամբողջ փաստերի համախումբը, որ պետությունը բռնազավթված է եղել, իշխանությունը զավթված է եղել, դրա համար բազմաթիվ ապացույցներ ենք կարողացել հայտնաբերել։ Դեռևս ես ազգային ժողովի պատգամավոր էի, Տիգրան Եգորյանի հետ մենք ահռելի փաստեր ենք կարողացել գտնել արխիվում, որոնք ապացուցում էին, թե ինչ ծավալի օրինակ խախտումներով են տեղի ունեցել 2003-2002 թվականների ընտրությունները ազգային ժողովի եւ նախագահի հանրապետական կուսակցության օգտին 280,000 քվեի կեղծիքով ուրեմն ընտրությունների ապացուցված այսպես խախտումների բան ունենք, փաստեր ունենք, եւ դա չի ունեցել հետևանք, այսինքն մենք այդ ապացույցի հետ չենք նույնիսկ իմացել ինչ անել եւ դա չենք դրել օրինակ քաղաքական գնահատական տալու եւ որից կբխեր նաեւ իրավական հետևանք, ուրեմն այդպիսի օրակարգի առաջ ես գիտեմ, որ Արտաշեսը նաեւ գործուն կերպով ներգրավված է եղել այդ օրակարգը առաջ մղելուն, շատ պիտի ուզեմ նաեւ մասնագիտական քո տեսակետը մեզ հետ կիսես։ Խնդրեմ Արտաշես։ Սկսելով այժմ շարունակելով ձեր խոսքը պարոն Բաբաջանյան եւ սկսելով նաեւ Ֆարմանյան դեմ Հայաստանի գործից պետք է հետեւյալի վրա ձեր ուշադրությունը բևեռը մարտի 1-ին փաստացի իրավական զուտ իրավական քրեա իրավական խնդիրներից զատ մենք ունենք հետեւյալ պատկերը մի կողմ թողնելով այն հանգամանքը թե ինչպես 2007 թվականին էր ձևավորվել ազգային ժողովը ինչպիսի որակի ընտրություններով կամ ինչպես էր 2003 թվականին նախագահ ընտրվել Ռոբերտ Քոչարյանը, բայց փաստացի գոնե ֆորմալ իմաստով մենք գործ ունենք ժողովրդավարական լեգիտիմություն ունեցող ներկայացուցչական մարմին ազգային ժողովի բարձրագույն ներկայացուցչական մարմին եւ ժողովրդի կողմից անկախ ամենից ֆորմալ իմաստով թղթի վրա ձևավորված ինստիտուտի նախագահի հետ։ Եվ ահա այս երկու ինստիտուտները դուրս եկան ժողովրդի դեմ։ Այո։ Այսինքն սահմանադրական կարգի տապալումը, եթե իրավաքաղաքական տեսանկյունից կամ սահմանադրաիրավական տեսանկյունից նայենք, ապա ստացվում է, որ ազգային ժողովը, որպես խորհրդարան եւ նախագահը երկու ժողովրդավարական լեգիտիմություն ունեցող բարձրագույն պետական ինստիտուտներ կրակեցին սահմանադրի վրա։ Ժողովրդավարության կազմակերպեցին կամ մեղսակցեցին այդ զարհուրելի ոչռագործությանը, այսինքն որովհետև նաև իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այո։ Հետևաբար իրենց համար այդ իշխանության այդ ժողովրդի դեմ դուրս գալը շատ ավելի բնական էր, քան օրինակ անսալ ժողովրդի Այո, բայց ես նաև այստեղ բանը ապագա հնարավոր թղթածրարի համար հիմքեր եմ ցույց տալիս, թե ինչպես կարելի է հասնել որոշակի քաղաքական ուժերի արգելմանը գործունեության, որովհետև ազգային ժողովն էլ ձևավորվում է քաղաքական ուժերից, այսինքն դա քաղաքական ուժերի բանավեճի ֆորումն է, այսինքն երբ նաև շատ մասնագետներ քաղաքական ուժերի որակի հարցը թողնելով մի կողմ աբստրակտ խոսում են խորհրդարանի մասին, աբստրակտ խոսում են ասենք ներկայացուցչական ժողովրդավարության մասին, բայց գիտակցաբար թե անգիտակցաբար բուն խողովակը թողնելով մի կողմ, որն է քաղաքական ուժերը դա ցույց է տալիս, որ մեզանում նաև այդտեղ դիսկուրսի որակի կամ գիտակցաբար այդ դիսկուրսը նենգափոխելու որոշ տենդենսների հետ մենք տարիներ շարունակ գործ ենք ունեցել, այդ թվում 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ տարփողվող այն գաղափարները, որոնք առավել շատ գեղեցիկ էին, բայց ամենակարևոր հարցերին չէին անդրադառնում, օրինակ ինչպես կարող է 2008 թվականի մարտի մեկի քաղաքական հովանոցի դեր կատարած քաղաքական ուժերը, այդ թվում արտակարգ դրությունը արտոնելու
որոշում կայացող գախնի քաղաքական հրամանի ուժերը մասնակից քաղաքական ուժեր, Այո։ որոնք չեն ընդվզել, որոնք Ինչպես իրենց կարող են- որոշումներով ուղղակի լեգիտիմացրել են այդ ամբողջ Ինչպես կարող են այդ քաղաքական ուժերը նույնիսկ որոշակիորեն առաջադեմ գաղափարներ պարունակող փոփոխված սահմանադրությունը կյանքի կոչել, եթե իրենց մեջ չեն կրում այդ սահմանադրական արժեբանության Այո, գոնե այո, այն այո։ ամենադույզն ինչ փոքր մի հատիկը եւ այստեղ շատ կարեւոր նաեւ մի հանգամանք կա, որ ըստ էության երբ խոսում են հակակշիռների եւ զսպումների մասին, կներեք, այդ քաղաքական ուժերը խորհրդարանն են ձևավորել, իրենք տապալել են իրենց այդ գործառույթը հենց արտակարգ դրության իրավական արտակարգ դրության որոշման քննարկման ժամանակ փոխանակ գործադիրին կանչեին քաղաքական պատասխանատվության համապատասխան հարցերով եւ այլն բոլորս հիշում ենք Տիգրան Թորոսյան Իրենք էին առաջ ընկել եւ այո իրենք այնպեսի տպավորություն որ իրենք են նախաձեռնողը այո եւ ահա այստեղից է սկսվում սահմանադրական կարգի տապալման իրավաքաղաքական պատասխանատվության քննարկումը այստեղից պետք է սկսի եւ այստեղ ես պետք է հիշեցնեմ որ գործող սահմանադրությունը թույլ է տալիս սահմանադրական դատարանին ուրեմն կառավարության դիմումի հիման վրա քննարկել այն քաղաքական ուժերի կուսակցությունների արգելման հարցը որոնք կապված են որոնց գործունեությունը միտված է եղել կամ է սահմանադրական կարգի բռնի տապալմանը Այստեղ բռնին շատ կարևոր է ընդգծել, որովհետև հենց նախ եւ առաջ այդ այսպես ասենք սահմանադրական իրավախախտումն է դրված կուսակցությունների արգելման հիմնավորվածության տակ իսկ բռնի սահմանադրական կարգի բռնի տապալման դասակարգային кейս է հենց մարտի 1-ը այսինքն այստեղ մենք Այսինքն արտակարգ դրություն, ռազմական դրություն, սպանություններ, ամբողջ համալիրը։ Պատկերացրեք, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք նույն հայ հեղափոխական դաշնակցության փաստացի գործունեության արգելման հիմքում դրված էին ավելի շատ նրանց հետ աֆիլիացված որոշակի քրեական գործեր առանց քաղաքական բաղադրիչի եւ մեկ էլ այն որ իրենց գերագույն մարմնում կային այլ երկրի քաղաքացիներ, ապա Բայց դրո կառույցը բանակում կարևոր գործունեություններ կատարում, որը հասկաց է առաջացնում, որ բանակը կարող է կազմաքանդվել դրոյի գործունեության։ Ճիշտ է, բայց այդտեղ դաշնակցությունը մինչև հիմա չի ընդունում, որ դրոն իր հետ կապ ունի եւ իր կազմում է եղել որպես այդպեսի։ Բայց այստեղ մարտի 1-ին էլի։ Ահա, բայց այստեղ ամենը շատ ավելի բացահայտ էր մարտի 1-ին, ես դա նկատում եմ, որ եթե այն ժամանակ պետությունը գնացել էր ինքնապահպանման սահմանադրական կարգի պահպանման նկատառումներով այդ արտակարգ քայլին նույնիսկ առանց սահմանադրության արկայության առանց սահմանադրական համապատասխան կարգավորումների արկայության ինքը սկսեց այդ գործերի քննությունը եւ դաշնակցության հանդեպ միջոցներ ձեռնարկել, ապա այսօր շատ ավելի ակնհայտ է ամեն ինչ եւ ամենակարևորը այստեղ ինքնիշխանության հետ էլ պետք է կապել այս հարցը, հա, այսինքն պետության ինքնիշխանությունը նաեւ կապված է նրա հետ, թե արդյոք պետությունը իմունիտետ ունի այդ ինքնիշխանության դեմ հանդես եկող քաղաքական շրջանակների գործունեությունը դադարացնել, սահմանափակել եւ միջոցներ ձեռնարկել։ Շատ կարևոր արձանագրում եք անում։ Արտաշես, ես երկու հարցի վրա եմ ուզում այստեղ նաեւ կանգ առնենք։ Նախ որ 17 տարի մեծ հաշվով մինչեւ այդ որոշման արձակումը մեր պետության մեջ լրջագույն անգործություն է եղել իրավական իմաստով։ Քանիցս տարբեր մասնագետներ խոսել են, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ի այդ վճիռը հայկական իրավական ամբողջ մեքենայի պարալիզացված լինելու ուղղակի վկայությունն է։ Մեկ Եվ երկրորդ արտաքին այդ ազդեցությունների մասով ըստ էության մարտի 1-ը եւ մարտի 1-ի իրադարձությունները հնարավորություն տվեցին արտաքին դերակատարների շեշտակի ներգործություն ունենալ մեր ներքին քաղաքական, նաեւ արտաքին քաղաքական գործընթացների վրա։ Եթե հիշում եք, Հայաստանը ամբողջությամբ կորցրել էր իր իմունային համակարգը, մենք ընդհանրապես ինքնիշխանության այսպես դրվագներ չունեինք, հակառակը այդ ներքին լեգիտիմությունը
հաղթահարելու համար իշխանությունները գնացին նույնիսկ այդ հայ-թուրքական հիշում եք ֆուտբոլային դիվանագիտության այդ ամբողջ գործընթացին տուրք տալով մի շարք մեզ համար անընդունելի նույնիսկ դրույթների տեղ գտնելուն այդ փաստաթղթում, որը շատ այլ պայմաններում գուցե եւ տեղ չունենար։ Այսինքն մեծ հաշվով մենք ներքին լեգիտիմության այնպիսի ճեղք ստեղծեցինք, որը հնարավորություն տվեց արտաքին դերակատարներին այդտեղ տեղավորվել եւ իրենց շահերը առաջ տանել։ Այս իմաստով չափազանց կարեւոր է, որպեսզի մենք արձանագրենք, որ ցանկացած այս ուժերի հաջողությունը եւ հաղթանակը հնարավորություն է տալու մեր երկրի ներսում այնպիսի գործընթացների, որոնց արդյունքում Հայաստանի պետականությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը այնպիսի ուրեմն իմունային խնդիրներ է քրոնիկ հիվանդության այնպիսի խնդիրներ է ստեղծելու, որը արտաքին ազդեցությունների եւ արտաքին ներգործությունների համար լայն դաշտ է բացելու։ Ինչու է սա կարեւոր։ Մենք շատ թարմ իրադարձությունների ականատես ենք եղել, մենք գիտենք, որ ընդհանրապես Ռուսաստանը հատկապես չի կարողանում մարսել Հայաստանի թավշյա հեղափոխության անարյուն բնույթը։ Նրանք տենչում են, որ Հայաստանում արյուն հեղվի, որպեսզի դիսկրեդիտացնեն ընդհանրապես հայկական հեղափոխությունը եւ ժողովրդավարությունը առհասարակ, որպեսզի ցույց տան, որ տեսեք, որ ամեն ինչ չի, որ հենց այդպես սկսվեց եւ այդպես ավարտվեց։ Եվ ամենաթարմ օրինակը այդ Բագրատ Սրբազան կոչվածի Սրբազան շարժման իրադարձություններն էին ազգային ժողովի մատույցներում։ Նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի այդ արյունը հեղվի, որը հնարավորություն կտար նաև արտաքին դերակատարների համար ուղիղ միջամտել մեր ներքին գործերին։ Այսինքն ես չեմ ուզում, որ մենք քննարկենք ինչ-որ կուսակցությունների գործունեության արգելում ուղղակի նրա համար, որ 2008 թվականի իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այսպիսի որոշում է կայացրել։ Դա տրիգեր է ուղղակի, լրացուցիչ այո, շատ կարևոր խթանիչ է, որ մենք այս քննարկումը ունենանք եւ մեր ավելի խորն է հարցը, քան մի վճռով արձանագրված է։ Այդ վճիռը ուղղակի հնարավորություն է, որպեսզի մենք այս կարևոր քննարկումը ունենանք։ Մինչ այդ մենք այո խոսել ենք գործի մասին, խոսել ենք փաստահավաք առաքելության բացահայտումների մասին, բայց որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը փաստահավաք այդ խմբի կուտակած այդ կարևոր փաստերը կդնի այդ որոշման հիմքում անպատկերացնելի էր։ Դրանից հետո այլևս ազգային ժողովը եւ գլխավոր դատախազությունը պիտի մի անգամից թևերը քշտեին եւ անցնեին գործողությունների։ Ինչը չի արվել եւ ինչը զարմանք է հարուցում, որովհետեւ նաեւ դրան ուղեկցել են շատ կարեւոր քաղաքական հայտարարություններ, ասում են վարչապետը ուղղակի ազգային ժողովում ասեց, մեր նպատակը պիտի լինի առաջիկա ընտրություններում թույլ չտալ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եւ նրանց հետ աֆիլիացվող քաղաքական ուժերին մասնակցել այս ընտրություններին։ Ես կոնկրետ գիտեմ, որ 2008 թվականին Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր եւ դաշնակցություն։ Այս կուսակցությունները քաղաքական եւ իրավական պատասխանատվություն են կրում այդ իրադարձությունների համար։ Եվ մենք չենք կարող 17 տարի անց այս վճռի արձակումից հետո ուղղակի ասել դե գիտեք ինչ։ Ընդունում ենք գիտություն, բան չունենք անելու եւ իմիջիալոց դրանից որևէ գործողություն մինչ օրս պետությունը կողմից չի հետևել։ Եվ ամենահետաքրքրականն է, որ նաեւ քաղաքական տգիտություն է, երբ հետո այդ քաղաքական կոալիցիայի ավելի փոքր բաժնետերերը սկսում են խոսել այն մասին, թե մենք ընդամենը այսքան մասով ենք մասը։ Այսինքն դա մոտավորապես նույնն է, եթե մի հանցավոր խումբ գնում է հանցագործություն կատարելու եւ ասենք մեկը ասում է ես ընդամենը դրան մոտ նայում էի, որ հանկարծ մարդ չգա, ես ինչ եմ արել, որ իհարկե կա պատասխանատվության չափ, բայց երբ որ մարդիկ խոսում են պատասխանատվությունից ընդհանրապես ազատ լինելու մասին, այսինքն ասում են դե մենք ընդամենը 5%-ի մասնակցություն ենք ունեցել։ Ուրեմն 5%-ով դուք տապալել եք սահմանադրական կարգը։ Նյուրնբերգում էլ էր այդպես, չէ՞։ Բոլոր այդ մեղադրյալի աթոռին նստածները ինչ էին ասում, ասում էին մենք հրաման ենք կատարում, մենք ծառայում ենք Գերմանիային, մեզ հրամայում էին, մենք կատարում ենք Իդեպ սրա հետ կապված էլ մեր հաջորդ հետևորդը Արմենուհի Գրիգորյանը,
Հետևյալ հարցն է տալիս. ինչպես կասեցնել Ռուսաստանից եկող մարդկանց հոսքը, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, այս ընտրություններում իրենց որ ձայնը կտան եւ ընդ որում գալիս են արդեն ուղղորդված։ Իհարկե Արմավիրում տեղի ունեցավ վերջերս Կիրակի օրը մի ռուսական արմավիրում։ Այո, Ռուսաստանում հայերի կողմից կառուցված Արմավիր քաղաքում ցինիզմի գագաթնակետը հայերի հավաք, որտեղ ռուսերեն պլակատներ էին բռնել ցերկվ ինարոդ եդինի եւ մեղադրում էին Հայաստանի Ես անկեղծ ասած բազմաթիվ օգտատերերից ստացել եմ անհատական նամակներ, որ իրենց ստիպում են Ռուսաստանի իշխանությունները այդ օրը իրենք էլ չգիտեին ինչի համար են իրենց կանչում, այդ օրը պատարագից հետո թե առաջ, ուրեմն ներկա գտնվել եկեղեցու մասովկա ապահովել եկեղեցու հրապարակում։ Այս ամենը պարզ ցույց է տալիս մարդկանց ստիպել են բերել այդտեղ, ինձ էլ են գրել դրա մասին։ Հա, ձեզ է։ Առանձին ազդեցիկ օգտատերեր Facebook-ի, հա, որ շատ հետևորդներ ունեն, դրա մասին ուղիղ տեքստով են գրում։ Գրում են նաև այն մասին, որ 80,000-ից ավել հայերի, ովքեր նաև Հայաստանի քաղաքացիություն ունեն, վճարելու են այնտեղ, հետել են Կիրիենկոյի 165 միլիոն դոլարի մասին հիշեցի, որ նրանք ընտրության օրը գան այստեղ եւ իրենց հաճելի տեխնացուին քվետան։ Հիմա հարցնում են թե որոնք են այդ մեխանիզմները, որոնցով կարելի է կասեցնել այդ մարդկանց գալու հնարավորությունը։ Խոսքը իրավական մեխանիզմների մասին է, կարծում եմ սա բարդ խնդիր է, համեցեք։ Այս առումով պետք է նշել, որ մենք գործ ունենք մարդու հիմնարար երկու իրավունքի մասին, մեկը քաղաքացիության իրավունքն է եւ մյուսը քաղաքացիության բերմամբ, իրենց ստատուսի կարգավիճակի բերմամբ երկրի բարձրագույն պետական իշխանության ձևավորման մասին, այսինքն այստեղ նույնիսկ վնասակար է անգամ խոսել մարդկանց ընտրական իրավունքի, մարդկանց ընտրական իրավունքի ձեռքելու մասին, բայց այստեղ շատ կարեւոր ուրիշ հանգամանք կա, որ կրկին մեզ բերում է քաղաքական ուժերի որակի եւ հատկապես հակասահմանադրական գործունեություն իրականացող քաղաքական ուժերի գործունեության արգելման անհրաժեշտությանը։ Տեսեք, խնդիրը հետեւյալն է. ժողովրդի ընտրությունը ուղիղ կապված է ընտրանքի հետ։ Այսինքն ով է առաջադրում, ով է մասնակցում։ Եթե եւ ընդ որում իրավական պետության հիմնական խնդիրը այն է, որ իրավական այսպես ասենք կառուցակարգերից սահմաններից դուրս հակասահմանադրական գործունեություն իրականացող ընտրանք որպես քաղաքական պրոդուկտ չպետք է լինի, այսինքն ժողովրդավարական ճանապարհով չեն կարող հակաժողովրդավարական ուժերը Որտեղ ակնհայտորեն հակաժողովրդավարական ուժերը մասնակցում են ժողովրդավարական process-ներին, որպեսզի տապալեն ժողովրդավարությունը։ Ինչպես եղել է օրինակ Հիտլերի պարագայում եւ ոչ միայն։ Այսինքն այստեղ կրկին մենք վերադառնում ենք հետեւյալ խնդրին, որ հեշտ է խոսել եւ անգամ պետության անունից հանդես եկող որոշակի մարդիկ, այսինքն քաղաքական իշխող քաղաքական ուժի, երբ խոսում են կամ բողոքում են առայն որ այդպիսի բաներ կարող են տեղի ունենալ եւ այլն, ըստ էության քաղաքական պատասխանատվության հարց է այստեղ, այսինքն ոչ թե պետք է բողոքել նրա առայն որ այդ մարդկանց Ռուսաստանից ուղղորդում են այստեղ քվեարկելու համար, այլ պետք է զբաղվել Հայաստանում այդ ուղղորդողներով, որոնք այդ ընտրանքի մաս են, շուտով այո կենտրոնական ընտրական հանձնաժողովում կգրանցվեն, լեգիտիմ, պետությունը կերաշխավորի նրանց անվճար եթերը, օրինակ եւ նրանք երաշխավորի իրենց բոլոր իրավունքները պետության դեմ ուղղակի ավելին այդ մարդիկ խորհրդարանական ուժերի մասին է խոսքը կունենան ընտրական հանձնաժողովներում տեղեր այսինքն այստեղ ներքին հակասություն ու վտանգավոր երկվություն կա եւ այստեղ մենք պետք է հստակ ընդգծենք մի բան ընտրելու եւ ընտրվելու իրավունքը մարդու սրբազան իրավունքն է, բայց եւ միաժամանակ հանցավորության դեմ պայքարն էլ պետության սրբազան պարտականությունն է, այսինքն այս ամենը չի կարելի իրար հետ միախառնել, իսկ բավարար կամ չցուցաբերելու պարագայում այդ հարցերը լուծելու վերաբերյալ քաղաքացիների ընտրական իրավունքից
կամ հնարավոր ուղղորդումներից պարզապես բողոքել պետք չէ։ Ուրեմն մենք ունենանք այն խորհրդարանը, որը կարտացոլի պետության իրավապահ համակարգի եւ հատուկ ծառայությունների այն պոտենցիալը կամ կամքի ներուժի այն մակարդակը, որը որ կա դրա դեմ պայքարելու։ Եվ ըստ էության հիմա մենք ունենք իրավիճակ, երբ այդ երկհաղաքացիության ինստիտուտը լրջագույն սպառնալիք է դառնում հայկական պետականության։ Այն ինչի մասին մենք դեռևս 2005 թվականին, այո, 2005 թվականին Հակոբյանների եւ Ռոբերտ Քոչարյանների, այո։ Եվ իդեպ ես այստեղ պետք է հատուկ մատնանշեմ, որ միջազգային իրավական պրակտիկայում չի խրախուսվում ոչ բազմաքաղաքացիությունը, ոչ էլ ապաքաղաքացիությունը։ Այսինքն ապաքաղաքացին չունի որևէ քաղաքական լոյալություն, որևէ պետության հանդեպ, որը նույնպես վտանգավոր է, արդյունավետ չէ, այդ թվում մարդու իրավունքների իրացման տեսանկյունից խնդիր է, որտեղ պաստորեն մարդ ունի հիմնարար իրավունքներ, բայց չունի որևէ պետական ինստիտուցիա, որը իր հանդեպ համարժեք պարտականություն ունի։ Ինչպես նաև համարժեքորեն վտանգավոր է բազմաքաղաքացիությունը, որովհետև այդտեղ էլ առաջանում է լոյալության առումով խառնաշփոթ, պատկերացրեք, որ մարդը ունի երկու հպատակություն եւ իր հպատակության երկու պետությունները միմյանց դեմ պատերազմում են։ Այսինքն միտեղ նա պետք է կողմերից ինչ որ մեկին ընտրի, բայց երկուսի հանդեպ էլ ունի պարտավորություններ։ Բայց այստեղ չափազանց կարևոր է դա ամենագրոտեսկային օրինակն եմ ասում։ Քաղաքացիներին պաշտոններ կան, որոնք արգելված է ուրեմն առաջադրվել։ Բայց այստեղ կա քաղաքական լոյալության խնդիր։ Ես խնդրեմ այս դիտարկումը անեմ եւ խոսքը ձեզ տամ, ինչու է սա կարևոր։ Հիմա օրինակ ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ Միացյալ Նահանգները եւս սկսել է լրջորեն դիտարկել երկհաղաքացիության արգելումը։ Իհարկե իրենց համանadrությամբ ընդհանրապես նախատեսված չի երկհաղաքացիություն, բայց իրենք աչք էին փակում։ Իրենք հիմա ասում են, որ ստեղծվել են աշխարհաքաղաքական այնպիսի նոր պայմաններ եւ այնպիսի հարաբերություններ, որտեղ երկհաղաքացիությունը մեզ համար կարող է սպառնալիք ստեղծել։ Օրինակ, չգիտեմ, Չինաստանի, Ռուսաստանի, այլ պետությունների քաղաքացիները ոչ բարեկամ երկրներ։ Ուրեմն այս իրողությունները եւս գուցե մեր քաղաքական միջավայրի համար պիտի քննարկման առարկա դառնա, գուցե 2005 թվականին դա այնքան մեծ խնդիր չի եղել եւ դա սահմանադրական փոփոխություններով մենք այդ դրույթը նախատեսել ենք, հիմա գուցե պետք է արկախել ժամանակավորապես թույլ չտալ, որտեղ մենք տեսնում ենք, որ այդ երկհաղաքացիության դրույթից օգտվելով հայկական պետականության դեմ դիվերսիա է ծրագրվում։ Այո։ Ուղղակի դիվերսիա է ծրագրվում։ Կոնկրետ ուժային կենտրոնից, որի պետական եթերից հայկական պետականության դեմ ամենավերջին սպառնալիքներն են հնչում, հենց այնտեղից էլ ուրեմն տեղեկություններ են գալիս, որ 80,000 Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ բերվելու են Հայաստան քվեարկության համար։ Սա լուրջ խնդիր է։ Եվ այստեղ շատ կարևոր մի հանգամանք էլ կա, որ երբեմն այդ բազմաքաղաքացիությունը առաջանում է տարբեր երկրների օրենսդրությունների հակասությունների բերմամբ եւ իրականում դժվար վերահսկելի խնդիր է, բայց այստեղ հետեւյալ խնդիրը կա։ Արդյոք դու հրճակում ես որպես պետություն երկհաղաքացիություն, այսինքն ստանձնում ես պարտավորություն, պարտականություն դա ապահովել, թե դու պարզապես այսպես ասենք երբեմն չես ունենում հնարավորություն եւ գործիքակազմ դա բացահայտելու, դա տարբեր բաներ է։ Հիմա մեզանում մի շատ դժվար իրավիճակ է առաջացել, որ մի կողմից պետությունը երկհաղաքացիությունը հրճակել է, բայց մյուս կողմից քաղաքացիությունից զրկելն էլ միջազգայինորեն արգելված է։ Եվ եթե երբ որ դու հիմա երկհաղաքացիությունը վերացնես, դու խնդիր ես ունենալու այն մարդկանց հետ, ովքեր այսօր երկհաղաքացի են։ Այսինքն շատ ավելի խոհեմ կլիներ 2005 թվականին այդ ինստիտուտը ընդհանրապես չբերել։ Չնայած ես հասկանում եմ, որ այդտեղ էլ քաղաքական լուրջ խնդիր կար հայ հեղափոխական դաշնակցությունը ընդհանրապես ունեցել է երկու օրակարգային խնդիր եւ բախտի բերմամբ թե պատմամբ երկուստ էլ իրացվել են։ Մեկը խորհրդարանական կառավարման ձևը երբևէ Հայաստանում պետական կառավարման ձև դարձնելն է, իրենց նոստալգիայի բերմամբ առաջին հանրապետությունից եւ երկրորդը դա երկհաղաքացիությունն է։ Երկուսն էլ այսօր իրականություն են դարձել եւ գոնե երկհաղաքացիությունը խոսում էին Սփյուռքի ներուժի բացահայտման, դրանով Սփյուռք-Հայաստան կապերի խթանման եւ համապատասխան մասին, այսօր մենք ոչ տեսանք այդպիսի մեծ ներհոսք երկհաղաքացիների
Եվ ոչ էլ տեսանք հատկապես ազդեցիկ Սփյուռքյան շրջանակների Պատրանք, գործունեության խթանում կամ այսպես ասած լրացուցիչ ինչ որ Իբր այդ անձնագիրներ խանգարում, որպես իրենք գան Հայաստանում ներդրումներ անեն կամ այսպես մեծածավալ ներկայություն ապահովեն։ Դա ընդհանրապես ես կարծում եմ դաշնակցության այսպես բաններ, պաթետիկ եւ ինչ որ առումով պոպուլիստական օրակարգի ներքին լեգիտիմությունը դրսերում փնտրելու եւս մի դրսևորում է։ Այսինքն ուրիշ ոչինչ։ Ընդհանրապես ցույց տալ, որ իրենք այդպես ազգային հայրենասիրական Իսկ հակառակը դու պետք է հերական պետության պես այնպիսի դու քաղաքական օրգանիզմ ձևավորես, որոնք պատրաստ Իսրայելում երկհավատություն չկա։ Որ կան Թեև աշխարհում ամենամեծ սփյուռք ունեցող պետությունն է։ Որովհետև իրենք նպատակ ունեն եւ իրացնում են այդ նպատակը ձևավորել մի պետություն, այնպիսի պետություն, որ մարդիկ պատրաստ են հրաժարվել այլ իրենց քաղաքացիությունից, եւ գան Իսրայելում ապրեն եւ իրական քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն կրեն իրենց հայրենիքի համար։ Իսկ այսպես ասենք ձերքի հետ երկրորդ ուրեմն անձնագիր ունենալը չի խոսում Ինչ է այս դեպքում մենք շատ այդպիսի օրինակներ ունեցանք, հատկապես Ռուսաստանից շատ ու շատ Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունեցած անձինք ուղղակի ցույց էին տալիս, որ իրենց հայրը ինչ որ պատահականությամբ հայ է եղել եւ իրենք կարողանում էին Հայաստանի ուրեմն անձնագիր ստանալ, հատկապես ռուս-ուկրաինական այս պատերազմի բերմամբ շատերը Հայաստանը նաեւ որպես տրանզիտ երկիր դարձրին դրա արդյունքում ուղղակի Հայաստանից քաղաքացիություն ստացան, անձնագիր ստացան եւ ուրեմն այդպես Էլ չասած որ հատկապես Ռուսաստանի հայերը ցավոք սրտի իրենց այսպես ասենք ցիրկովնի պրիխոդի կամ ծխի շուրջ համախմբված համայնքի ներկայացուցիչ չեն զգում, այլ ոչ թե Հայաստանի քաղաքացի։ Ոչ ավելի։ Այո, եւ այդտեղ արդեն այդ անձնագիրը դառնում է ինչ որտեղ գուցե նաեւ դեստրուկտիվ Հայաստանի ազգային պետական շարժման։ Այս իմաստով ցավոք սրտի ես բացարձակ որևէ բան չեմ անում, խտրականություն չեմ կարող, բայց ցավոք պետք է դա նշել։ Պետություն ունենալուց հետո նաև այս հարցերը պիտի հիմնավորապես փոխվեին մեր ընկալման մեջ, որ Հայաստանի քաղաքացի ազգությամբ եզդին շատ ավելի մեծ կարևորություն ունի մեր բոլորիս համար եւ մեր հայրենակիցն քան Գլենդելում ապրող այն հայաստանցին, որը բացի քննադատելուց եւ բացի չարախոսելուց Հայաստանի մասին ոչինչ չի անում։ Ազգությամբ եզդի իմ եղբայրը Հայաստանում հարկ է վճարում, զինվոր է տալիս բանակին։ Ինքը հայրենակից չէ նա։ Վերջ։ Եվ մի բան շատ կարևոր է։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ռուսաստանի քաղաքացու երթումը եւ Հայաստանի քաղաքացու երթումը հակոտնյա են։ Այո, շատ կարևոր բան եք ասում, այո։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը այժմ գոյություն ունի ի հեճուկս ռուսական իմպերիալիզմի։ Դա չեն թաքցնում ոչ Կրեմլի կաբինետներում, ոչ Կրեմլի մեդիայում, ոչ էլ Կրեմլին կից փորձագիտական հանրության մեջ։ Ճիշտ ասած չեն թաքցնում նույնիսկ Հայաստանում նրանց գործակալները։ Ահա, մենք գալիս ենք այդ հիբրիդային պատերազմի իրականությանը, որի հետ կապված այսօր վարչապետի այո, մամուլի խոսնակը մի հոդված է գրում, որից ես չեմ հասկանում ինչ պիտի անեմ։ Հասկացան, կուլտուրան բարձրացրեցինք, ուրիշ։ Այսինքն մենք կուլտուրայի խնդիր, ես եմ անկուլտուրական, որ ձեր մոտ հիբրիդային պատերազմի առումով եւ ունենալ քաղաքական մեծամասնություն ազգային ժողովում եւ այսինքն բողոքել, ում եք բողոքում։ Կուլտուրայի պակասն, որ Ռոսատրուդնիչեստվոյի օֆիսը դրել եք ամերիկյան համալսարանի տակը, որովհետեւ ես անկուլտուրական եմ։ Հերիքա ձեռ առնեք մեզ։ Այդ ռուսկի դոմերը։ Ռուսկի դոմերը այդ իմ կուլտուրայի պակասից է, որ բացվում է։ Եվ այստեղ մի շատ կարևոր բան։ Էս ինչ մոտեցում է, էլի։ Այստեղ շատ կարևոր է, պարոն Մերաբյան, հետեւյալ կոնտր հարցը տալ, ուղղակի զուտ տրամաբանական մի այսպես վարժություն անենք։ Իսկ կարող է կուլտուրայի պակասը բերել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ռեստավրացիա եւ հետո ասեն դե որովհետեւ հայ ժողովրդի կուլտուրան պակաս է դրա համար ընտրեց։ Այո, շակերտների մեջ հենց դա էլ տեղի է ունենալու, եթե մենք չկարողանանք զգուշացնել եւ դրան չհաջորդեն իրապես հետո պետք է հասկանալ մշակույթը իրականում կուլտուրան ինքը շատ լուրջ քաղաքական
կատեգորիա է։ Մշակույթը դա այդպես չէ, որ ամեն մեկը իր համար կրթվում է, ընդհանրապես կրթությունը դա բացառապես պետական ֆունկցիա է։ Մշակույթը դա բացառապես պետական ֆունկցիա է, այսինքն մշակույթը ինքը իրան չի ձևավորում։ Եթե իհարկե մենք չենք խոսում ինչ որ տրայբալիստական մոտեցումներ չենք առաջ բերում, այսինքն ինչ որ տենց պրիխացկոյ բան, այսպես սխական, համայնքային, եթե մենք մեզ ասենք ամերիկյան հնդկացիների ռեզերվացիան բնակվողների հետ չենք նույնացնում, այլ խոսում ենք մշակույթի որպես ստեղծարար գաղափարի մասին, ստեղծարար ֆոլկլորի մասին։ Այո, այսինքն մենք ազգագրության մասին ենք խոսում, թե մշակույթի, այստեղ կարևոր խնդիր է։ Քաղաքացիության հետ կապված։ Այսօր պարոն Եզրասը տերորիստների օրհնում ուղարկում է Ուկրաինա պատերազմի։ Ըստ տեղեկությունների արդեն զոհերի թիվը հասել է 15000 հայ Ռուսաստանի, որ տարել գլուխը կերել են ու այդ գլխակերը օրհնում այնտեղ։ Հիմա Հայաստանի անձնագրովը անցնելու եւ գնա Ավստրիա եպիսկոպոսատ ժողովի։ Չի լինելու այդ ժողովը։ Այլանդակություն իրական։ Կարող եմ ձեզ տեղեկացնել։ Դա այլ հարց է, բայց ինքնին էլի, ասենք ո՞նց է ձեր մտքով անցել, որ ինքը պետք է գնա Ավստրիա։ Ոնց է անցել, ասենք, այդ ոնց է, երբ Մոլդովայում շատ հստակ ձևակերպմամբ սանկցիաներ կիրառվեցին, կոռուպցիան եւ ավտորիտարիզմը խրախուսող եւ դեմոկրատիան խափանող գործունեություն տարած անձանց ցուցակով մտցրեցին սանկցիաների տակ, թե Եվրամիությունում, թե Միացյալ Նահանգներում։ Մեր մոտ դրանք Ռուսաստանի գովքանողները Մագադանում չեն։ Բայց ամենակարևորը դրանով զբաղվեց պետությունը։ Այսինքն պետությունը այո ասաց, որ մենք այս մարդկանց հետ կապված լուրջ ապացույցներ ունենք, որ սրանք պետության թշնամիներ են։ Այո, հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար կուլտուրայի մասին հոդվածներ գրելու իմաստը որն է։ Հարց չի բարձրացնում, հարգելի Եվրամիություն, մեր ռազմավարական գործընկեր Ամերիկա, հա, այս թերմանցքն ինչի է գալիս, այդտեղ թոռում են ու կարանք փագենք սրանց դեմը, սա չգա ձեր մոտ։ Մենք ենք խնդրում ձեզ, որովհետև սա տանում է այս գործունեությունը եւ խափանումը մեր համատեղ պրոյեկտը, մեր գլխին Ռուսաստան Չինաստանա բերում, ընդ որում առանց կարմրելու դրա մասին հրապարակային է հայտնում, մեզ ձեռ առնում եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ որ Արտաշեսը, քանի որ հոդված ունի այդ մասին գրած, իրեն հնարավորություն տանք նաեւ այս հիբրիդային վերջին հարձակումների մասին խոսել։ Ես նայեցի նաեւ տարբեր լրատվամիջոցներ խոսում էին, որ վերջին օրերին չափազանց մեծ ծավալի եւ ինտենսիվությամբ է այդ աղբը ներմուծվում Հայաստան եւ դրանով է նաեւ պայմանավորված Նազելի Բաղդասարյանի հավանաբար այդ հոդվածը, որովհետեւ պետական մեքենան կարծես արդեն դժվարությամբ է կարողանում ուրեմն դրա դեմն առնել եւ դրա վերաբերյալ մի քանի կարեւոր փաստ էլ կա էլի հիմա եթե մենք Սպուտնիկ ունենք մեր Երևանի կենտրոնում, որը ամբողջ իր արտադրանքը սպառնալիք է եւ հիբրիդային պատերազմի ուղղակի այո պատերազմի գործիք է արսենալ է իրենց արտադրածը այլ չեմ ասում այլ լրատվամիջոցները որոնք օրենսդրորեն մենք չենք կարողանում գտնել դրանց հասցեատերերին եւ դրանք անարգել շարունակում են բուծվել ու նորանոր էջեր այսպես ստեղծել ու տերորի ենթարկել մեր հանրությանը ու սա անել ընտրություններից դեռևս 4 ամիս առաջ դուք պատկերացրեք ինչ է լինելու ամեն օրը եւ ինչպիսի նյարդային, ինչպիսի հոգեբանական ուրեմն ստրեսի մեջ է գտնվելու հայ հանրությունը ուղղակի կամային այսպես քայքայման գործ է խնդիր է դրված սեփական պետության, սեփական իշխանության, քաղաքական դասի, քաղաքական գործիչների նկատմամբ ուղղակի տոտալ անվստահություն ստեղծելու համար։ Եվ տագնապ։ Իդեպ մշակույթի մասին, ընդհանրապես հանցանք կատարած անձինք, հանցագործները եւ ընդհանրապես հանցագործների կատարումը եւս կապված է ցածր կուլտուրայի հետ։ Դեռ մենք խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին։ Հիմա միգուցե նաեւ չպայքարենք հանցավորության դեմ եւ ասենք որ քանի մեր ժողովուրդը
ուսյալ եւ կրթված չէ բավարար մակարդակի, որ հասկանա, որ գողանալը մարդ սպանելը, հա, մենք պետք է ուղղակի թույլ տանք, որպեսզի դեպքերը զարգանան այնպես, ինչպես թելադրում են հանգամանքները։ Այսինքն այստեղ լուրջ նաեւ տրամաբանական խզված կա։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, այո, իմ հոդվածս ես գրեցի, եթե չեմ սխալվում, 2019 թվականն էր, երբ այդ հիբրիդային պատերազմը դեռ նոր, այսպես ինստիտուցիոնալ կառուցվածքային պատկեր էր ստանում ու շատ արագ ինքնակազմակերպվեց նաև ներկայիս ընդդիմությունը իշխանությունը կորստելուց հետո եւ ձևավորեց այդ ենթակառուցվածքները, եթե կուզեք, այդ իրենց տեսանկյունից երկարատև պարտիզան, իմիջիալոց կարծեմ դաշնակցության կարկառուն դեմքերից մեկն էր, ասո պարտիզանական պայքար պետք է երիտասարդները, որոնք դրա այդ մասով ինձ դատի է տվել դաշնակցությունը եւ երիտասարդները, ում առաջ ինքը ելույթ էր ունեցել, կոչ էր արել 2019 թվականին պատրաստվել պարտիզանական մարտերի Երևանում։ Այո, այսինքն երկարատև պայքար է հրճակել իր համար պայքարի ուղի ընդդիմությունը, այսպես ասած, ընդդիմության մի հատվածը, որը հենց հիբրիդային պատերազմի գործիքների միջոցով է դա իրացնում։ Եվ մի քանի հարցադրում կա, որ այստեղ հիմնական հասցեատերը իհարկե պետությունն է, անձինս քաղաքական իշխանության, որ ըստ էության մենք ինչ ունենք։ Մենք ունենք հետևյալ պատկերը, մենք ունենք ժողովրդավարություն, բայց որի եւ հենքը եւ նաեւ փխրունության հիմքը դա ազատությունն է։ Այսինքն ազատությունը երբ մնում է անտեր առանց ուժային բաղադրիչի, առանց պաշտպանիչ շերտերի, հա, դա կարող է բերել շատ հեշտությամբ ավտորիտարիզմի հաստատման։ Իսկ դրա համար պետք է սուպտեղը դատարկ չի մնում, գալիս են շատ սիրուն քաղաքական, բայց եւ միաժամանակ ժողովրդավարական արժեքային հենքով պետական կառույցները, որոնք են իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունները, որոնց համար պետք է ընդհանրապես կապ չունենա թե որ ժողովրդավարական ուժն է գալիս իշխանության, իդեպ ինչպես օրինակ Իսրայելում է, երբ իրենց հատուկ ծառայությունները ավելի հին են, քան անգամ Իսրայել պետությունը, այո, եւ դա շատ կարեւոր հանգամանք է, այդ պետական մարմինները պետք է կանգնած լինեն ժողովրդավարության թիկունքին, այսինքն դա հենց այդ militant democracy ուրեմն կոնցեպտն է, կենսունակ ժողովրդավարության, երբ որը ծնվեց ի պատասխան օրինակ Հիտլերի եւ Մուսոլինիի իշխանության գալուն, երբ բացահայտվեց, որ ժողովրդավարությունները կարող են նաեւ խոցելի լինել իրենց իսկ ժողովրդավարական գործիքակազմով լատենտ ծպտյալ ավտորիտար կառավարիչների հանդեպ, այո, եւ այդ կենսունակ ժողովրդավարությունը ապահովում է իրավական պետության գործիքակազմով, դատա իրավական եւ հատուկ ծառայությունների համակարգով։ Օրինակ այնպես, ինչպես Գերմանիայում օրինակ գործում է հատուկ սահմանադրական կարգի պահպանության հատուկ ծառայություն կա։ Այո, որը զբաղվում է էքստրեմիզմի օջախների։ Ես ասեմ, որ այդպիսի բաժիններ կան մեր քննչական կոմիտեում, ԱԱԾ-ում կան, բայց դա ֆորմալ բնույթ է կրում։ Պատասխան կարողություններ չկան եւ պատկերացում չկա։ Այո, եւ ոչ էլ նպատակ կա դա ձևավորելու։ Եվ այստեղ շատ կարեւոր որպես վերջաբար, հա, թիվ ասեցիք 2019 թվական։ Դա ամբողջությամբ արվում էր 44 օրյա պատերազմին ընդառաջ, ձևավորվում էին այդ ինստիտուտները։ Սամվել Մարտիրոսյանը Պրիգոժինի վախճանից հետո մի շատ կարևոր ապացույց եւ փաստեր բերեց, թե ինչպես է Պրիգոժինը իր այդ ֆաբրիկաներում Պետերբուրգի պատրաստել Հայաստանի դեմ պատերազմի այդ ամենածանր փուլում տասնյակ հազարավոր ուրեմն բոտերի այդ աշխատանքը եւ ինչպես են մեզ այստեղ անհուսության, պարտության պատրաստել եւ այստեղ մի շատ կարեւոր բան կա, մի քանի кейս կա, հենց էլի որը վերաբերում է հենց ատելության խոսքին, կեղծ լրատվությանը, մարդու իրավունքների եվրոպական դատարանը ասում է, որ այո, եթե թիրախում ժողովրդավարությունն է, իր համաեվրոպական արժեքներն են, մարդու իրավունքներն են, պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլ պարտավոր է հատու միջոցներ կիրառել։ Եվ այստեղ մի կարևոր բան լրագրողական համայնքի մասին։ Չգիտեմ, շատերը գուցե մեր ակնդիրների չգիտեն, բայց օրինակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որևէ սահմանափակում չկա
ժուրնալիստ լինելու համար միայն աշխատանքային պայմանագիր տվյալ լրատվամիջոցի հետ ոչ մի բան ոչ լիցենզիա ոչ մի բան այդ թվում նաև լրատվամիջոցների համար որը սահմանափակում չկա ժամանակին լրատվամիջոցները պիտի գրանցվեին արդարադատության նախարարությունում որպեսզի եւ հիմա հարց այդ կուլտուրայի ձևավորման համար երբ չկա փոքրի շատ է կենսունակ անգամ համքարություն եւ էթիկայի որը կհետեւի այո կան մի երկու այդպես դիտորդ մարմին եւ այլն բայց դրանք շատ այսպես ասած բան են այսպես դիետիկ մարմիններ են ավելին դրանց բարեխղճության մասով այդ էթիկայի կանոններին հետևելու հարցը մնում է այդ լրատվամիջոցի ուրեմն հայեցողությանը Չունենք ոչ այդ մշտադիտարկող մարմինը, չունենք ոչ պետության պոզիտիվ պարտականությունը, ի վերջո, եթե Երևանի պետական համալսարանը, Բրուսովի պետական համալսարանը եւ մի շարք համալսարաններ մասնագիտացման այդպիսի ֆակուլտետներ ունեն։ Հիմա հարց արդյոք մարդու կրթության իրավունքը պատշաճորեն իրացվում է, երբ պետությունը դրանից հետո չի ձեռնարկում միջոցներ, որ առաջնահերթ հենց դիպլոմավորված ժուրնալիստները մտնեն շուկա, այլ ոչ թե օրինակ մի սրճարանում մատուցող աշխատող մի անձնավորություն պարզապես բեյջը կպցնում է, մի աշխատանքային պայմանագիր է կնքում եւ օգտվում են բոլոր եւ ազգային ժողովում ուզում են հավատարմագրվել ավելին ասեմ նրա հակապետական գործունեությանը միջամտելը քերորեն պատժել է, որտեղ նա իբրև տեր ժուրնալիստ է եւ ես իմ հոդվածում արձանագրել եմ այս հիմնական հայեցակետերը թե ինչ ի վերջո պետք է անի պետությունը տեսեք մենք հիմա խոսում ենք առավելապես լրատվամիջոցների մասին բայց այն օրինակները որ վերջերս օրինակ Ռումինիայում Գերմանիայում Մոլդովայում ֆիքսվել են դրանք քաղաքական ուժերին են հատկապես առնչվում օրինակ Վալտեր Շտայնմայերը Գերմանիայում խոսում էր ընդդիմադիր հիմնական ուժի նույնիսկ ինչ որ պահի դրանց արգելելու վերադառնում եք մեր առաջին հարցին բոլորը փոխկապակցված են այո այլընտրանք Գերմանիայի համար Մոլդովայում մենք ունենք ուղղակի կասեցված կուսակցություններ ընտրությունների նախօրեին Ռումինիայում ունենք արգելված նախագահի տեխնացու այո իսկ Ռումինիայում մինչև հիմա վերջերս կարծեմ իրավական գործընթացներ են տեղի ունենում Ռումինիայում եւ սա ամենևին հակաժողովրդավարական չի ուղղակի պետությունը ցույց է տալիս համապատասխան կամք որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանել եթե պետք է նաև ուժով եւ դրան եվրոպական որևէ արգելք չկա եւ որևէ խնդիր չկա որ եւ մի շատ կարեւոր բան այո պարոն Բաբաջանյան որևէ կերպ ես չեմ հասկանում որևէ կերպ հնարավոր չէ բացատրել այս անգործությունը եւ մի շատ կարեւոր հանգամանք երբ որ ես Ամերիկայում վերապատրաստման էի այնտեղ մի դասախոս ասաց որ all system is about money բայց հարցը թե ինչպիսի իրավական հիմք ունի այդ փողը այսինքն կեղտոտ փողա թե չէ հիմա եթե մենք ֆինանսական լծակները չենք վերցնում հակապետական քաղաքական ուժերից ի սկզբանե դատապարտված է ժողովրդավարությունը դա ձևավորում է անհավասար պայմաններ ուրիշ բան էլ չանեն ոչ տերակտ ոչ իսեր ասո ոչ մի բայց միայն այն փաստը որ կարող է մտնել Հայաստան չստուգված փող ընդ որում կենտրոնական բանկը օրինակ ուղղակի դիվերսիա է պետականության դեմ ժողովրդավարության դեմ միանշանակ դու վարձում ես վարձկանների բանակ ու կարող ես ոչ մի բան չանել այսինքն ինչպես սպորտը կարող է չանալ դոպինգի պատճառով չէ կամ անարդար այդ կամ կեղտոտ փողերով թիմեր առնելով եւ անհավասար մրցակցություն ստեղծելով օրինակ առավոտբոլի տարբեր ազգային առաջնություններում դրա համար այդ fair play կանոնները վերաբերվում են թե սպորտին, թե քաղաքականությանը, թե պետությանը։ Հիմա տեսեք, ուր է Չելսին առանց Ռոման Աբրամովիչի, որտեղ դա փուչիկ էր ըստ էության, եւ ըստ էության չկա, այո, չկա օլիգարխը, չկա թիմը։ Այդ հաղթանակները առնում էր։ Այո։ Եվ երրորդ հարցն է, ինչ առաջարկ են, տեսեք, էլի շատ հետաքրքիր հարցադրում է, էլի, սա էլի հիբրիդային ազդեցության հարցում։ Հյուսվածքներով բոլորը կապված հարցեր են։ Սիստեմիկ մոտեցում է հարգարժան Արմեն Մինասյանը։ Ինչ առաջարկ են արել Հայաստանից թրիփի վերաբերյալ Ռուսաստանին, որ նրանք խիստ հետաքրքրված են։ Իրականությունն այն է, որ Հայաստանից Ռուսաստանին թրիփի վերաբերյալ որևէ առաջարկ ոչ միայն չեն արել, այլև ասել են, որ առաջարկ մեզանից բուն թրիփի վերաբերյալ
չսպասեք։ Չգիտեն էլ ոնց ասեն։ Հայաստանը իրավունք էլ չունի, որովհետև Հայաստանը եւ Միացյալ Նահանգները որոշել են միասին ստեղծել։ Երրորդն ավելորդ։ Մենք ասել ենք դուք կարող եք շահառու լինել։ Մենք ասել ենք դուք կարող եք օգտվել այդ հնարավորությունից, այդ ճանապարհից։ Եվ ձենց կառուցեն։ Այո, բայց դուք չեք կարող մասնակից լինել եւ Զախարովայի հայտարարությունները այդ իմաստով վտանգավոր են հենց այդ տեսանկյունից, որ այն փաստաթղթերը, որոնք հիմա դրել են իրենք ուսումնասիրում են, հավակնություն է, տպավորություն կա, որ նրանք հավակնում են հիմնադիր անդամ լինել այն կորպորացիայի, որը պիտի բացառապես Հայաստանով եւ Միացյալ Նահանգներով սահմանափակվի։ Այստեղ կա լուրջ խնդիր։ Հայաստանը ոչ ես չեմ լսել երբևէ որևէ խոսք, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին հրավիրել են մասնակից դառնալ։ Ավելին, ես տեսել եմ, որ ռուսական սանաշենք Այո, Թրիպոլ, ռուսական աֆիլիացիա ունեցող քաղաքական սուբյեկտները անթաքույց խոսում են Ռուսաստանի եւ զարմանալիորեն Չինաստանի ներգրավման եւ մասնակցության մասին այն դեպքում, երբ որ միջին այս միջանցքը մեծապես նաեւ չինական ազդեցությունից զսպելու համար է ձևավորվում։ Այնտեղ կան քաղաքական ուժեր ասում են Trip plus BRICS, չգիտեմ, այսպես ինչ որ, հիմարություններ։ Սոլան կա էլի, այդտեղ ունես Միացյալ Նահանգներ, չի կարող այդտեղ լինել Չինաստանը։ Ուտե սա կենսական ենթակառուցվածք եւ ազդեցության գործիք է Միացյալ Նահանգների համար, հակառակը զսպելու համար Չինաստանի ախորժակը եւ Չինաստանի ունեցած ազդեցությունը, ահռելի ազդեցությունը կենտրոնական Ասիայի վրա եւ այն բեռների, որոնք որ մինչեւ հիմա ուղղվել են դեպի Եվրոպա եւ այդ ծավալները մեծացնելու հետ այդ ախորժակն էլ հնարավորինս դա նույնն է ոնց որ բանը, ասենք նոր կտակարանը միքս անես Ղուրանի հետ, էլի մոտապես տենց ինչ որ մի բան, էլի հակոտնյա բան։ Ահա, դե բայց հա, էլի մոտապես այդպես։ Եվ այդտեղ էլ է նաև կարևոր, որ արտակուց շատ այսպես պսևդոգիտական թեզեր, sense ինչ որ հետարքիր փաթեթավորմամբ մատուցում են հանրությանը, որոնք իրենց խորության մեջ բացարձակ որևէ գիտական եւ փորձագիտական հենք անգամ չունեն, էլ չեմ ասում քաղաքական։ Հարցը նաեւ գալիս եւ կանգնում է մեկ այլ պնդման կողքին, ըստ որի որևէ տարբերություն չկա օգոստոսի 8-ի եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթերի միջեւ, որ այնտեղ Ռուսաստանն էր, այստեղ Միացյալ Նահանգներն է, որ Հայաստանը որևէ բան չի շահել օգոստոսի։ Լավ, միջանցքել չէ։ Չէ, արդեն բաց տեքստով նախորդին տխրահրճակ մի քաղաքական գործիչ կար, ուրեմն բաց տեքստով խոսում է, որ Հայաստանը տեղանելիք չունի, Հայաստանը կորցրել է Իրանի հետ սահման, այսինքն մինչև օրս շարունակում է այս թեզը շրջանառվել եւ նույնացնել անբարոյական այս գործելավոճը շարունակել, նույնացնել նույնիսկ հունվարի 13-ի այդ շրջանակի հրապարակումից հետո մարդիկ առանց խղճի եւ առանց բարոյականության շարունակում են պնդել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության, որի հեղինակը Պուտինն է եւ օգոստոսի 8-ի հրճակագիրը որևէ նույնական Այսա արդեն Գեբելսյան քարոշա մեքենա, սուտը որ բազմիցս կրկնում ես, հավատ ես սկսում են ծայել։ Չերչիլն էլ ասում էր, չէ, ճշմարտությունը հասցնում է միայն իր շալվարը հագնել, երբ սուտը մեկ շրջան է անում աշխարհի շուրջը։ Բայց այս ամենի իմաստը իրապես պետք է ասել, որ խաղաղության եւ պատերազմի դիլեման է, որտեղ մենք երբ խոսում ենք տրիպ, խոսում ենք օգոստոս 8, թե նոյեմբերի 9, մարդիկ դրա տակ նկատի ունեն, որ ամեն կերպ տապալեն խաղաղության ուղղված այն գործընթացները, որոնք ամրացնում են խաղաղությունը։ Եվ այս հիբրիդային հարձակումները, սպառնալիքները, գրոհները, այս աղբի ամբողջ ներմուծումը ընդհանրապես խաղաղությունը հնարավոր չդարձնելն է Հայաստանում, տապալել խաղաղության ուղղված բոլոր գործընթացները եւ դիսկրեդիտացնել բոլոր այն գործիքները եւ ինստիտուտները, որոնք օգնելու են որպեսզի այս տրիպը ընդհանրապես եւ տրիպին ուղեկցող այդ երկկողմ պայմանավորվածությունները կենսագործվեն, որտեղ հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները առնվազն
ծանր աշխատանք է կատարել, գույքագրել է Հայաստանի կարիքները, իդեպ մենք Միացյալ Նահանգներում միասին ենք եղել Արտաշեսի հետ, որտեղ մեզ ասում էին, մեզ կասեք, ի վերջո ձեզ ինչ է պետք, ձեր երկիրը ինչի կարիք ունի։ Վերջը մենք չկարողացանք ասել, իրենք եկան, գույքագրեցին մեր խնդիրները եւ հասկացան, որ կիսահաղորդիչների այս կարևոր ինվեստիցիան, ինչպես նաեւ էներգետիկ համագործակցությունը եւ ճանապարհների ապաշրջափակումը, այս լոգիստիկ կարևոր դրա մասին մենք նաև մասնավոր զրույցներում իրենց հետ խոսել ենք։ Իհարկե ավելի ընդհանրական, բայց երեք պայմանավորվածությունները Հայաստանի անվտանգության, Հայաստանի խաղաղություններով կարևորագույն պայմանավորվածություններ եւ պատահական չի, որ թիրախում հենց այս պայմանավորվածություններն են եւ թիրախի հեղինակը Ռուսաստանն է, որովհետեւ Ռուսաստանը եւ խաղաղությունը անհամատեղելի են։ Դրանք հակոտնյա են։ Եվ այստեղ ես երևի թե պետք է նաեւ որոշակի փորձագիտական, այսպես բանա, թիրախում պահել նաեւ այդ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որ մարդիկ հասկանան, որ դա FSB-ի կողմից Հայաստանի հարավի զավթման ծրագիր էր, կարճ ուղղակի։ Ինչը կնշանակեր, որ հայկական պետականությունը կորցնում էր իր կենսունակությունը, դու չունես քո հարավը, հայկական պետականությունը եւ վերածվում ես հայկական էթնիկական ռեզերվացիայի։ Այո որը ժամանակի հարց է ընդհանրապես որ հայկական հետեւաբար ոչ թե հայերն ու եկեղեցին են միասնության մեջ ինչպես բանը церковь народ един церковь государство народի государство единый կամ նույնիսկ ավելի ընդունելի եմ համալում եթե ասեն եկեղեցին ու պետությունն են իրար հետ բայց ոչ երբեք եկեղեցին ու հետ չի այդ եկեղեցու հետ խնդիր կա այո վերջ Եկեղեցին չի կարող պետք է, այսինքն եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի, այլ ոչ թե ժողովրդին եկեղեցու։ Նրանից ինքը համայնքական է թե ոչ։ Եթե դու պետության սուբյեկտ ես, դու պիտի ստորադաս լինես պետությանը։ Չկա այլ Իդեպ այնպիսի հոգևոր ժառանգություն ունեցող անգամ սահմանադրական մակարդակում դա արճակած պետություն ինչպես Հունաստանն է, իրենց եկեղեցին վաղուց շատ լուրջ հարկատու է։ Իր գործունեությամբ որովհետև պետությունն էլ նաև աշխատավարձ է տալիս իր քահանաներին։ Ընդ որում, այստեղ շատ հետաքրքիր բան կա։ Մենք հանձինս վարչապետի մեր պետություն ասում է Ժողովուրդ ջան, ընդամենը հաշվապահական հաշվառում վարեք, գումարը փոխացեք, մենք դες հետ կփոխա։ Ուղղակի բյուջետային համակարգի հետ կանոնների մեջ գործեք, որ մենք ուղղակի դա տեսնենք։ Այսինքն մենք դες նույնիսկ կոպեկ փող չենք վերցնում։ Բայց մենք հիմա հատկապես եպիսկոպոսների այս բարենորոգման օրակարգի ջատագով եպիսկոպոսների բացահայտումներն ենք լսում ընդհանրապես այդ փոխանցումների, այդ փակ ու անթափանց եղանակների ուղղակի շշմում ես թե ինչեր են տեղի ունենում։ Հետո մարդել կա ասում է բանա, եւ որ եկեղեցականը կաթողիկոսը անձեռնմխելի է։ Այդպիսի բան գոյություն ունենալ չի կարող, որտեղ իրավակ մենք գործ ունենք ոչ թե եկեղեցու ինքնիշխանության, այլ պարզապես գործառութային անկախության հետ։ Իսկ իրենք կարծես թե ուզում են իրենց պահանջի հիմքում եկեղեցու ինքնիշխանությունն այսինքն պետության ինքնիշխանության գալիս են խոսելու, որ այս մարդիկ են մեծագույն սպառնալիքը հենց եկեղեցու ինքնիշխանության եւ եկեղեցու ընդհանրապես հարատեվության համար, որովհետեւ եկեղեցու եւ սահմանադրությունը եւ կարգը թույլ չի տալիս այս կամայական այս որոշումների արձակումը, որ մենք տեսնում ենք գերագույն հոգեվոր խորհուրդ, որը վերջին 5 տարիներին ընդհանրապես որևէ փոփոխության չի ենթարկվել, ինչ որ ապօրինի կառույցներ, ապօրինի առաջարկներ եպիսկոպոսին կարգալույծ անելու, սա այլ հոշարքային քահանա չի։ Այսինքն սա աննախադեպ աննախընթաց սական բեսպրեդելի հետ գործ ունենք մենք հայ առաքելական եկեղեցու վերնախավի Իդեպ շատ հետաքրքիր ձեր ասածը պարոն Մելաբալինձին հիշեցրեց, որ կոմունիստական իրավակարգը այսպիսի բան է, եթե օրենքով սահմանված չէ տվյալ կանոնը, դատարանները առաջնորդվում են հեղափոխական իրավագիտակցությամբ կամ նպատակահարմար։ Այսինքն հեղափոխական իրավագիտակցությունը դա նշանակում է, որ ինչ մտքից գա, կարող եմ անել, եթե դա պետք է ինչ որ այսպես օթում ինչ որ գաղափարներ իրացնելու համար, այսինքն իսկ գաղափարները կարելի է հղանալ եւ դրանք սրբացնել, իսկ գիտեք հայրենասիրական գաղափարների բաներով, անսուրբ խողովակներով եկած գաղափարներ, նպատակներով նաեւ այո իհարկե հետապնդվող Թեև եկեղեցու վերաբերյալ կարծես հարց չունեինք, բայց մենք սահուն անցանք եկեղեցի ամբողջ այսպես օրգանիկ կապի մեջ է։ Բայց մենք
Վերջին հարցն ունենք, մենք իհարկե սրա մասին մեր նախորդ ուղիղ եթերի ժամանակ անցյալ 3 շաբթի խոսել էինք։ Խոսակցությունները դեռ շարունակվում են այս թեմայով, հարգարժան Աննա Զարյանն է մտահոգություն հայտնում, որ պրոդեմոկրատական, ուժերի կոնսոլիդացիա ինչի տեղի չի ունենում։ Չեք միավորվում իրար հետ արտախորհրդարանական եւ ըստ այդմ մեծ է հավանականությունը, որ չեք հաղթահարի անցողիկ շեմը։ Համեցեք։ Դե ճիշտ ասած շատ այսպիսի հարցեր ինձ առանձին ամեն օր տասնյակ այդպիսի նամակներ են գալիս եւ ես իրապես չափազանց գնահատում եմ այս անհանգստությունը, որտեղ դա խոսում է, որ մեր ժողովրդի մեջ շատ մեծ զանգված կա սրտացավության այն ժողովրդավարական գաղափարների եւ այն արժեքային ամբողջ համախումբ խնդիրների, որոնք մենք հետապնդում ենք, այս մարդիկ մեզ հետևում են եւ մեզնից քայլեր են ակնկալում եւ ես ուղղակի հակընդդեմ հարց եմ ուզում տալ։ Ինչու այն ուժերը, որոնք որ այնուամենայնիվ այս մեծ մեր անցած ճանապարհի նույնիսկ հանգամանքը չկարևորելով չունեն այն նույն մտահոգությունը, որ ունեն մեր հարգարժան քաղաքացիները եւ իրենք բարձրացնում են այս հարցերը, որոնք որ այո, մեզ չպիտի բարձրացնեն մեր առաջ։ Մենք առնվազն միջև վերջի պահը եւ հիմա էլ ընդլայնված ցուցակով գնալու մեր մոտեցումը եւ քաղաքականությունը նրա համար է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այսպիսի պահանջ կա եւ մենք անսալով մեր քաղաքացիների, մեր ժողովրդի ուրեմն այս պահանջին, այս հորդորին, այս խնդրանքներին անում ենք առավելագույնը, որպեսզի նաև վստահ լինեն, որ կոնսոլիդացիան հենց այստեղ է, որ այս արժեքների պահպանությունն ու պաշտպանությունը մենք ստանձնում ենք ինքնուրույնաբար առաջ տանելու բոլոր այն մտահոգ քաղաքացիական հասարակության պայծառ դեմքերի ուրեմն եւ հայտնի անձանց հետ, ովքեր մեզ հետ ճանապարհ են անցել այս ամբողջ ընթացքում եւ համախոհություն են կիսել մեզ եւ մենք կոնկրետ նաեւ գործողություն ենք իրականացրել Ռուբեն ջան Եվրաքվեի փաստը ունենք գնացել կոնկրետ ներդրում ենք արել մասնակցային մեծ ուրեմն դերակատարություն ենք ունեցել ֆինանսական ներդրում ենք արել եւ վերցրել ենք դրոշը որովհետեւ հավատացել ենք որ պետությունը սրա կարիքն ունի ու գնահատում ենք որ քաղաքական մեծամասնությունը ականջալուր է եղել հենց այդ պահին սկզբից դեմ լինելով հետո կողմ են եղել եւ մենք օրենքը ունենք ու մենք դրա մեջ ունենք չափազանց մեծ դերակատարություն եւ մասնակցություն այլ քաղաքական մեր գործընկեր ուժերի հետ համահավասար կարծում եմ որ հարցի երկրորդ մասը ինձ համար անընդունելի է որովհետեւ մենք նաեւ այնպիսի գաղափարներ ենք դնելու շրջանառության մեջ որը էապես մեզ ուրեմն առանձնացնելու է մեր լիգայի քաղաքական մյուս ուրեմն մասնակիցներից եւ մենք համենայն դեպս փորձ ենք անելու ամերիկյան հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումներում տեղ գտած 61% հիասթափված եւ հուսալքված ձայներին տեր լինել, որովհետև մենք խորապես համոզված ենք, որ քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը այդ 61% մարդկանց ընտրատեղամասներ ուղղորդելն է եւ տանելն է։ Մեր խնդիրը պիտի լինի ամեն ինչ անել, որ այդ մարդիկ վաղվա օրվա նկատմամբ հույս ունենան, հավատ ունենան, վստահ լինեն, որ վաղը կյանք կա եւ դրա համար պիտի գնան եւ իրենց պատասխանատու քայլը իրացնեն, ընտրությանը անպայման մասնակցեն, որովհետեւ նաեւ խորապես համոզված ենք, որ այս 61%-ը գիտակից մեր ժողովրդի այդ միջին խավն է, մտածող խավն է եւ առանց իրենց ակտիվ մասնակցության մենք չենք կարող քաղաքական դաշտի որակը փոխել, քաղաքական դաշտի այս գաղջ իրականությունը հաղթահարել։ Եվ մի շատ կարևոր բան է։ Ի վերջո դեպքերի հետագա ընթացքը, որ կախված է յուրաքանչյուրի քվեից, այս ընկալումը պետք է վերականգնվի մարդկանց մոտ։
երբ ասում ենք մարդիկ հիասթափված են, ինչից։ Մարդիկ համարում են, որ իրենց քվեն նշանակություն չունի։ Որ այնինչ լինելու է, դա կապ չունի, թե ինչ քվե ինքը կտա եւ ընդհանրապես ինքը կգնա ընտրության, թե չի գնա ընտրության։ Երբ ասում են, եթե չենք միավորվում, չենք հաղթահարի շեմը։ Մենք ոչ թե մեքենայով ինչ որ տեղ ենք գնում, որ ըստ այդմ մեր մեքենայի հզորությունը կբավարարի, թե ոչ։ Մենք տալիս ենք գաղափարներ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այդ գաղափարներով առաջնորդվելով, որովհետև մենք անցել ենք ճանապարհ, այդ ճանապարհին մենք հենց այդ գաղափարներով ենք առաջնորդվել։ Ինչն էլ պատրաստվում ենք շարունակել։ Եվ կհաղթահարենք թե ոչ, կախված է ոչ թե նաև մեր առաջարկից եւ մեր ժողովրդի ակտիվությունից իհարկե մենք ամեն ինչ անելու ենք իհարկե այդ ձայների հետևից գնալու համար եւ նաև 61%-ը ափսոս Արտաշեսի հետ ժամանակ չեղավ խոսել ես դատաիրավական համակարգի մասին շատ պիտի ուզեի որպեսի կենտրոնանանք որտեվ մեծ հաշվով 18 թվականի իրադարձությունները մեծապես նաև արդարության մասին էին եւ մարդիկ հուսահատված են որ տեղի չի ունեցել արդարության հաստատում դատական համակարգը ըստ էության չի լուծել այն խնդիրները որոնք մարդկանց մոտ ահռելի սպասումներ էին ձևավորել 18 թվականին հակառակը ավելի խորացել են կասկածները որ հովանավորչությունը դերևս տեղ ունի մեր դատական համակարգում եւ ամբողջական վեթինգ չիրականացնելու այդ պատճառաբանությունները թե իբր սահմանադրությունը թույլ չի տալիս եւ այլն ուղղակի խայտարակ քաղաքական տահասության արդյունք է եւ ես շատ պիտի ուզեմ որ մենք մի առանձին հաղորդում սրան նվիրենք որովհետեւ մարդկանց ահռելի քանակի հարցեր կան, որոնք նվիրված են դատական իշխանության, իրավապահ համակարգի վերաբերյալ մեր մոտեցումներին եւ այդտեղ մենք ահռելի անելիքներ ունենք, իսկ դատարանի չգոյությունը, արդարադատության չգոյությունը ուղղակի փոխարինվում է այլ ինստիտուտներով։ Այդ թվում նաեւ քրեական ենթամշակույթի մասին խոսեցիք, երբ մարդիկ չեն կարողանում դատական իշխանության միջոցով իրենց խնդիրները, իրենց վեճերը լուծել, ինչ են անում, գնում են դիմում են կուլտուրական մարդկանց ինքնադատաստանի են դիմում եւ մենք դրա բաները տեսանք, չէ, ապացույցները տեսանք։ Փարաքարի դեպքերը դրա բառ ապացույցն է։ Մարդը իր եղբոր գործով որևէ առաջընթաց չէր տեսել դատական համակարգում, գնաց ինքը լուծեց հարցը։ Ինքը իր կյանքը խորտակելով գնաց այդ հարցը լուծեց։ Եվ մենք տեսնում ենք, որ ընկալումներն են հասարակության համար սկսել ընդունելի լինել այս երևույթների նկատմամբ, ինչը չափազանց վտանգավոր է։ Այո, դա սողացող ավտորիտարիզմի ռեստավրացիա պետությունը եւ պետական ինստիտուտները ուղղակի կազմաքանդող ուրեմն երևույթներ են եւ այստեղ երկու նկատառում սրա հետ կապված միավորման ես այստեղ մի իրավական նկատառում եմ ուզում նախանել որ պետությունը ես կարծում եմ ճիշտ ընտրական քաղաքականություն չի վարում երբ անհամաչափորեն բարձրացնում է դաշինքների համար ընտրական շեմը։ Դա ես կարծում եմ խոչընդոտում է 18 թվականից հետո նոր սաղմնավորվող այդ ժողովրդավարական կոնսենսուսի քաղաքական ճարտարապետությունը, որովհետև դրանով վանում է փոքր բայց կենսունակ ուժերի միավորման, համախմբման եւ ինստիտուցիոնալիզացիայի գործընթացը, որովհետև օբյեկտիվորեն առաջանում է միավորման հանդեպ որոշակի մտահոգություն։ Արդյոք մեկ ուժը, որը 4%-ը իր տեսանկյունից կարող է հավաքել բավականին հեշտությամբ, կամ ոչ այդքան հեշտությամբ, արդյոք կկարողանա մեծ կոնսոլիդացիայի պարագայում օրինակ 10%-անոց շեմը հաղթահարել։ Սա ավելի շատ կայացած ժողովրդավարությունների պարագայում կարող էր ինչ որ առումով լինել ընդունելի, երբ կան հստակ գաղափարական բրենդավորման առանձին քաղաքական ուժեր, եւ ըստ էության դաշինքները այդ դեպքում նույնիսկ այդքան էլ այսպես խորհուրդ չի տրվում գնալ դաշինքներով, որովհետեւ առաջանում է այսպես գաղափարական աջապ սանդալ ինչ որ առումով։ Անելիք կա, Արտաշես շատ լավ
լավ է որ խոսեցիք այդ մասին, Վրաստանում օրինակ անցողիկ շեմը ընդհանրապես կուսակցությունների Նույնը Հոլանդիայում։ Հոլանդիայում ավելի պակաս, Այո, եթե չեմ եւ այդ առումով մենք նաեւ այսպես պետք է թույլ տանք, խթանենք, որ անգամ փոքր կուսակցությունները իրենց գաղափարները թեկուզ մեկ անձով ներկա լինեն խորհրդարանում, որովհետեւ հակառակ պարագայում, եթե դրան էլ գումարում ենք այս ֆինանսական հոսքերի անկառավարելի շարժը չհակազդելը, ստացվում է, որ մենք պարար թող ենք ստեղծում նրա համար, որպեսզի կրկին գաղափարը պարտվի փողին եւ ըստ էության ժողովրդավարական կոնսենսուսի վրա հիմնված խորհրդարանի ձևավորումը մենք կարող ենք եւս մի 5 տարով հետաձգել էլի ունենալ քաղաքականությունը պարտվի քաղաքական կոռուպցիային, սա է խնդրեմ։ Այո, եւ ունենանք ալխոսույթով, բայց կրկին ժողովրդավարական եւ հակաժողովրդավարական ուժերի, այսպես ասենք, մենամարտի վայր խորհրդարանի հետ։ Էլի կարող ենք նույնպես խնդրին բախվել։ Այո։ Դե ինչ պարոն եք, շատ կարևոր հարցեր քննարկեցինք, շատ կարծում եմ հետաքրքիր մեր հետևորդների եւ հեռուստադիտողների համար։ Մենք նաեւ թեմատիկ այսպես եթերներ ենք նախապատրաստում, որ իշարս որոնց նաեւ դատաիրավական համակարգից խոսենք եւ ընդհանրապես մեր իրավական ոլորտի ռեֆորմների մասին եւ Արտաշեսին մենք եւս կհրավիրենք Սիրով նաեւ այլ թեմաներով խոսենք տնտեսություն, արտաքին քաղաքականություն, Հարկային քաղաքականություն, բարձրագույն կրթություն, գիտություն, մարզեր ընդհանրապես, այո, գյուղատնտեսություն, գյուղական խնդիրներ։ Իսկ հաջորդ 3 շաբթի մենք պատրաստվում ենք եւս մեկ եթերի ժամը 20:00-ին ձեր արդեն նոր հարցերին պատասխանելու համար։ Դե ինչ, ամենայն բարիք, խաղաղություն, կհանդիպենք հաջորդ 3 շաբթի։ Հաջողություն։